Բարի ողջույն։ Քրիստոնեության գաղտնիքը որտեղ է, սիրելիներ։ Երբ մենք ասում ենք մարդը պետք է քրիստոնյայի նման ապրի, լինի իրական քրիստոնյա, ինչի մասին է խոսքը։ Մի քանի առաքինություններ կան եւ մի քանի կետեր կան, որոնք հիմնային են, որոնց վրա հիմնվելով մենք կարող ենք գտնել քրիստոնեության եղանակը։ Դրանցից մեկը ծառայությունն է։ Մարդկանց թվում է, որ եթե իրենք քրիստոնյաներ են, ուրեմն պիտի իշխեն, պիտի իշխանություն ունենան, խոսքի իրավունք պետք է ունենան մարդկանց վրա։ Որտեղ մենք տեսանք Սուրբ Գրքում, թե մեր Տեր Հիսուս Քրիստոս իշխանություն է բանեցնում։ Չկա նման բան, հակառակ դրան, մեր Տեր Հիսուս Քրիստոս ծառայեց խոնարհաբար, եւ սա օրինակ է յուրաքանչյուր մեկիս։ Այս ծառայության եւ խոնարհության մասին է այսօրվա ընթերցումը Մատթեոսի ավետարանի 20-րդ գլխից։ Հիսուս նրանց իր մոտ կանչեց եւ ասաց. Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են նրանց, եւ մեծամեծները իշխում են նրանց վրա, սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, եւ ձեզնից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, ինչպես որ մարդու որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու, եւ իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու։ Հստակ է, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ծառայեց եւ իր կյանքը որպես փրկագին տվեց։ Հետևաբար, այն մարդը, ով իրեն համարում է քրիստոնյա կամ ուզում է լինել քրիստոնյա, առաջին բանը, որ իր անձի մեջ պետք է տնի, ծառայասիրությունը։ Յուրաքանչյուր բնագավառում, եթե մարդը ծառայասիրությամբ է շարժվում, նա շահում է, եւ այդ բնագավառն է շահում, եւ ինքը անձնապես է շահում։ Պատկերացրեք ինչքան գեղեցիկ կլինի, սկսած շինարարությունից, վերջացրած, չգիտեմ, փողոցի հավաքարարները, որոնք իրենց արարքի մեջ ծառայության ոգի տնեն։ Բժիշկը ծառայության ոգով ծառայի, զինվորը արդեն ծառայության ոգու մեջ է, հոգևորականը ծառայության ոգու մեջ է, եւ բոլոր մասնագիտությունները մենք կամաց կնմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ բացի դրանից նաեւ առիթ կունենանք տեսնելու այն բոլոր ոլորտները, որոնք կարող են ավելի լավը լինել։ Ինչու՞, որտեղ այնտեղ ծառայության այդ գիտակցությունն է տրված։ Այնպես որ սիրելի քրիստոնյաներ, յուրաքանչյուր մեկը ձեր աշխատավայրը ունեք, սկսած ձեր ընտանիքներից։ Այսօրվա խորհրդի պատգամը հետեւյալն է. ծառայեք, ծառայասեր եղեք այդտեղ, դրեք ձեր ծառայության ցանկությունը եւ չմտածեք, որ ձեզ կարող է սխալ գնահատեն։ Տերն է գնահատողը, այն մարդուն, ով ծառայում է Տիրոջ անվան համար։ Ուրեմն Տիրոջ անունով շարունակեք ձեր աշխատանքը ծառայելու տրամադրությամբ եւ կտեսնեք Աստված վարձահայտույց է լինելու եւ ձեզ պարգևելու այն հոգեվոր ուրախությունը, որ պետք է այս կյանքում ավելի ամուր լինելու համար։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։